29 կողմ 12 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Շվեյցարիայի Դաշնային ժողովի վերին պալատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում հայերի վերադարձի հնարավորության ապահովում վերնագրով բանաձևը։ Այն քվեարկությանը ներկայացրել պատգամավոր Տիանա Անգելինա Մոզերը։ Die Schweiz hat eine lange Tradition der Vermittlung der guten Dienste. Մի կողմից Շվեյցարիան ունի միջնորդության և բարի պաշտոնների երկարամյա ավանդույթ, իսկ մյուս կողմից մենք պատմական հարաբերություններ ունենք Հայաստանի հետ։ Կապ կա այս փոքրիկ երկրի հետ, որը շատ հեռու է Շվեյցարիայից։ Ինստիտուցիոնալ մակարդակով շվեյցարական կառույցները և դաշնային կառավարությունը իրականացրել են միջազգային համագործակցության ծրագրեր։ Մենք աջակցել ենք 1988-ի երկրաշարժից հետո վերակառուցման ծրագրերին և կար նաև մասնավոր անձանց ցանկ, ովքեր սերտ կապեր ունեն Հայաստանի հետ։ Տարածաշրջանում դիվանագիտական մշակույթի և համերաշխության համադրությունը ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի հետ լիովին անհրաժեշտ է դարձնում Շվեյցարիայի ներգրավումը հակամարտությունների կարգավորման գործում։ Այսպիսով բանաձևը ստացել է օրենքի ուժ, պարտավորեցնելով Դաշնային խորհրդին սկսել դրա իրականացումը, ըստ որի Շվեյցարիայի իշխանությունները պետք է մեկ տարվա ընթացքում հիմնեն առանձնացված հարթակ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար։ Նախաձեռնության նպատակն է ապահովել Արցախի բնիկ ժողովրդի անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձը պատմական հայրենիք։ Es gibt eine große Dringlichkeit wegen der starken Belastung von der vertriebenen Bevölkerung. Մեծ հրատապություն կա տեղահանված բնակչության ծանր բեռի պատճառով։ Այնտեղ մեծ կարիք կա և հետևաբար նշան և պարտավորություն, որ դա շտապ անհրաժեշտ է։ Շարժման վերջնաժամկետը միշտ դժվար է գնահատել, թե արդյոք այն իրականում կարող է իրականացվել։ Սա պետք է դիտարկել, բայց և ազգային խորհուրդը և պետությունների խորհուրդը համաձայնել են այս ժամկետին և հստակ ազդանշան են ուղարկել Դաշնային խորհրդին։ Կանտոնների խորհրդի որոշումը հաջորդել է ազգային խորհրդի խորհրդարանի ստորին պալատի կողմից դեկտեմբերի 17-ին ընդունված բանաձևին։ Այն նախաձեռնել է պատգամավոր Էրիխ ֆոն Տոբելը, ով կարճ ժամկետում խաղաղության համաժողով է ակնկալում։ Das ist ja so, dass wir brauchen nicht eine Lösung in 5 Jahren. 5 տարում մեզ լուծում պետք չէ։ Իհարկե կա նվազագույն ժամկետ, բայց մենք ուզում ենք ազդարարել, որ Հայաստանում կա 100-ից 120 հազար փախստականներ և տեղահանվածներ, որոնք այնտեղ հեռանկար չունեն։ Ես խոսել եմ նրանցից մի քանիսի հետ։ Եթե նրանք հեռանկար չունեն, պարզապես առաջ են շարժվում։ Եվ ես ուղղակի տպավորություն ունեմ, որ պաշտոնական Հայաստանն առանձնապես ակտիվ չէ լուծում գտնելու հարցում, ինչը հնարավորություն կտա մարդկանց, որ նրանք վերադառնան։ Եվ այո, դա այլ բան է։ Եթե դա լիներ այլ հարց, մենք կարող էինք դա քննարկել 5 տարի հետո, բայց նրանք մարդիկ են, ովքեր իսկապես ուզում են գնալ տուն, և դրա համար մենք ազդարարեցինք այս միջնորդությամբ 1 տարվա ընթացքում։ Բանաձևի համազեկուցողները համոզված են, որ խաղաղության ֆորումի նախաձեռնությամբ Շվեյցարիան վերահաստատում է իր հավատարմությունը հումանիտար երկխոսությանը, միջազգային իրավունքին և կառուցողական դիվանագիտությանը։ Շվեյցարիան ավանդաբար հավատարիմ է չեզոքությանը, ինչը նշանակում է, որ մենք չենք միջամտում արտաքին գործերին։ Բայց դա չի նշանակում, որ մենք աչք ենք փակում, երբ այս աշխարհում անարդարություն է տեղի ունենում։ Մենք երկրների նկատմամբ պատժամիջոցներ չենք կիրառում, բայց չենք կարող նայել այլ ուղղությամբ։ Մենք նայում ենք այս ուղղությամբ և փորձում առաջարկել մեր լավ ծառայությունները։ Յուրաքանչյուր ոք, ով մի փոքր գիտի միջնորդության մասին, գիտի, թե որքան արժեքավոր է այն։ Չեզոքությունը լավ հիմք է նման համաժողովների համար։ Սա առաջին դեպքն է, երբ խորհրդարանի երկու պալատներն էլ ընդունել են որոշում, որը վերաբերում է հայկական հարցին։